Please welcome President Recep Tayyip Erdogan. Անտալիայի միջազգային ֆորումի ավարտից հետո անգամ թուրքական դիվանը գիտական ջանքերը հարավային Կովկասում այսպես կոչված հարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ շարունակվել են։ Բաքվում անցկացված Թյուրանական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովների նախագահների երկրորդ նիստում Թուրքիայի խորհրդանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը ուշագրավ հայտարարություններ է արել։ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ամբողջ աշխարհը լռել է այս հանցագործությունների մասին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքական պետություններն իրենցից բացի այլ ընկերներ չունեն։ Մենք պետք է ամրապնդենք մեր միասնությունը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Թուրքիան աջակցում է քայլերին, որոնք ձեռնարկվում են այդ ուղղությամբ։ Աքարի խոսքով պաշտպանության եւ անվտանգության ապահովումը, նաեւ նոր պաշտպանական հայեցակարգերի մշակումը մեծ նշանակություն ունեն գլոբալ աշխարհում, խնդիրներն էլ պետք է կանխվեն։ Ազգային անվտանգությունը կախված է ուժեղ բանակից, իսկ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում դրա ապացույցն է եւ հպարտության աղբյուր ամբողջ թուրքական աշխարհի համար շեշտել է Թուրքիայի ուժային կառույցի նախկին ղեկավարը եւ շարունակել, որ Անկարան եւ Բաքուն պետք է աշխատեն համատեղ եւ օգտագործեն արհեստական բանականության ուժն այս ուղղությամբ։ Կարևոր է թուրքական աշխարհի երկրների միջև միասնական պաշտպանական մեխանիզմ ձևավորել։ Իսկ Հայաստանը պետք է խելքի գա եւ դա առաջին բանն է, որ պետք է արվի։ Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանը պետք է առաջիկայում գիտակցի իրականությունը եւ ընդունի այն փաստերը, ինչպես նաեւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Առաջիկայում պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի։ Դա մեր նպատակն է։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դա ոչնչի չի հանգեցնի։